Այսօր Հայաստանում խորհրդային խնայի բանկի ավանդների հարցում կա մի մեծ թյուրըմբռնում։ Խոսքն ավանդների վերադարձի մասին չէ, այլ սահմանափակ փոխհատուցման պետական բյուջեից։ Այսինքն պետությունն ընդունում է, որ մարդիկ կորցրել են իրենց խնայողությունները, բայց փոխարենը տալիս է միայն նվազագույն աջակցություն։ Փոխհատուցումը վերաբերում է մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդներին եւ այսօր հասանելի է հիմնականում 1944 թվականից առաջ ծնվածներին։ Արդյունքում հազարավոր մարդիկ տարիներով սպասում են ու պարզապես չեն հասցնում օգտվել այդ աջակցությունից։ Այստեղ է խնդրի էությունը։ Եթե սա սոցիալական արդարություն է, ապա տարիքային շեմը պետք է նվազեցնել առնվազն 10 տարով։ Աջակցությունը չպետք է տրվի միայն նրանց, ովքեր արդեն կյանքի վերջին տարիներն են ապրում։ Եվ ամենակարևորը, եթե մարդը մահանում է, փոխհատուցումը պարզապես կորչում է։ Նրա երեխաները կամ ընտանիքը զրկվում են նույնիսկ այդ փոքր աջակցությունից։ Սա արդար չէ։ Եթե պետությունը ճանաչել է պարտքը, այն չպետք է զրոյացվի մարդու կորստով։ Սա մեծ գումարների հարց չէ, սա վստահության, արդարության եւ պետության խոսքի արժեքի հարց է։ Տարիքային շեմի իջեցում եւ ժառանգների իրավունք։ Սա է մարդկային, հաշվարկված եւ պետությանը վայել լուծումը։